Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում որոշվել է եպիսկոպոսած ժողովը գումարել փետրվարին։ Հոգևոր խորհուրդը արձանագրել է, որ շրջանառվող ներեկեղեցական հակադրությունների թեզը ամբողջությամբ արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը մայրաթորի ներքին կյանքին։ Խորհուրդն անհիմն եւ անընդունելի է համարել եկեղեցուն քաղաքականության մեջ ներգրաված լինելու մեղադրանքները, միաժամանակ դատապարտելով իշխող ուժի փորձերը արհեստական օրակարգերով հայ եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու համար։ Հատուկ ընդգծվել է, որ 10 եպիսկոպոսների միացումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին խստորեն դատապարտելի է եւ հակասում է եկեղեցական կանոններին։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել նաեւ այն փաստի առնչությամբ, որ թիմ ղեկավարների, իրավապահ եւ ուժային կառույցների ներգրավմամբ ապօրինի ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրվում թեմակալ առաջնորդների եւ հոգեվորականների նկատմամբ։ Մայրաթորը շեշտել է, որ նման գործելավոճը անթույլատրելի է եւ հարվածում է եկեղեցու սուրբ առաքելությանն ու ներքին միասնությանը։